պայմանական նշան ունեն, պատահաբար ես իմացա, մատները դու այսպես արա, բայց իմացիր գաղտնիք է դա, նրանց ես փոխանցում են, ջերմ ողջույններն իրենց, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ մեծ, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ մեծ, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ մեծ։ Ստվերների թատրոնը։ Ողջույն դիմդիմիչ, ինչ ես խաղում։ Դե ամրակն է կորել։ Լույս արա։ Տեսե, մենք օգնում ենք նրան, իսկ նա ծիծաղում է։ Այնպիսի ստվերներ ունեք։ Եթե այսպես։ Իսկ սիմկան էլ եկ արծիվ է։ Ավելի շուտ եք ավանակ։ Ախ, դու այդպես։ Դեսնացիր։ Կարծես դերասաններ լինեք։ Ահա, դերասանները խաղում են թատրոնում, իսկ մենք մահճակալի տակ ենք, հետո ինչ, ախ, մենք էլ կարող ենք թատրոն սարքել։ Ստվերների թատրոն, հզոր է, դիմդիմիչ, թղթի մեծ թերթ է պետք։ Դժվար չի ինքնուրույն կազմակերպել ստվերների թատրոն։ Սավանը կամ թղթի մեծ թերթը դարձնում ես էկրան։ Հետո մթության մեջ սեղանի լամպով լույս ես գցում էկրանի վրա։ Լամպի և էկրանի միջև կարող ես կանգնել ինքդ կամ տեղակայել ստվարաթղթից պատրաստված տիկնիկներ։ Քո ստվերը կամ տիկնիկների ստվերները կհայտնվեն էկրանի վրա։ Միայն թե հանդիսատեսը պետք է նստած լինի էկրանի հակառակ կողմում, որպեսզի նրանց համար հետաքրքիր լինի դիտել ներկայացումը։ Դիմդիմիչ, լույսը։ Գեղեցիկ է։ Սիմկա, դու պարզապես իսկական կարմիր գլխարկ ես։ Բարև թորնիկս։ Տատիկ, այ տատիկ։ Իսկ ինչու են աչքերդ այդքան մեծ։ Որպեսզի քեզ ավելի լավ տեսնեմ։ Նորիկ, փորձ է, չէ։ Գայլը ծիծաղելի է խոսում, տատիկ։ Իսկ ինչու են ատամներդ այդքան մեծ։ Դե որպեսզի հնարավորինս արագ ուտեմ քեզ։ Անցնվիր, Գայլ, հիմա ես քեզ կվնասեցեմ։ Դու, ինձ, այ դուս քո հատիկով։ Հեյ, այդպիսի բան չկա հեքիաթում։ Հեքիաթի մեջ որսորդը նորմալ է։ Ես ինչպիսին եմ։ Ինքդ տես։ Փոքրոտ ես որսորդի համար։ Դե ուրեմն խաղացեք առանց ինձ։ Էխ, ստիպած ենք թղթից պատրաստել որսորդին։ Դե վերջ, ընդմիջում։ Գնամ թեյ խմեմ, թե չէ մի կուշտ տատիկ կերա։ Նոլիկ, մի տխրիր։ Գայլը մեծ է, ես փոքր։ Իսկ մենք կմեծացնենք քեզ։ Նայիր, մեծ է այսպես։ Կարծես թե այո։ Իսկ այսպես։ Ավելի մեծ է։ Հիշիր, որքան մոտ լինես լամպին, այնքան մեծ կլինես էկրանի վրա։ Հզոր է։ Ինչ թատրոն ասես կա աշխարհում։ В դրամատիկական թատրոնում դերասանները խոսում են շատ եւ գեղեցիկ։ Օպերային թատրոնում արտիստները չեն խոսում, այլ երգում են նվագախմբի նվագակցությամբ։ Իսկ բալետի թատրոնում ոչ ոք չի խոսում, ոչ են երգում։ Բոլորը միայն պարում են բեմի վրա։ Կան այնպիսի թատրոններ, որտեղ ելույթ են ունենում կենդանիները։ Կազանների թատրոնում կարելի է տեսնել ներկայացումներ շների ու կատուների, այծերի ու աղամիների, արջերի ու փոկերի մասնակցությամբ։ Իսկ այդ տիկնիկային թատրոնում գլխավոր դերասանները տիկնիկներն են։ Ճիշտ է, նրանք ինքնուրույն չեն խաղում, այնուամենայնիվ նրանց ղեկավարում են մարդիկ։ Թատրոնները տարբեր են լինում, սակայն իմ սիրած թատրոնը ստվերների թատրոնն է։ Այն ամենագեղեցիկն է ու ամենախորհրդավորը։ Տատիկ, այ տատիկ։ Իսկ ինչու այդքան մեծ աչքեր ունես։ Որ ավելի լավ տեսնեմ քեզ։ Տատիկ, իսկ ինչու այդքան մեծ ատամներ ունես։ Որ հնարավորինս արագ ուտեմ քեզ։ Համ։ Աղջալակուրց։ Բռնվեցիր, Գայլ։ Ինչ մեծն է։ Որսորդ։
Իսկ որտեղ է հրացանդ։ Իսկ ինչի համար դու այնքան փոքր ես, հանկարծ ուղղրիվ եմ։ Ես այսպես։ Այդպես ինչպես։ Մեկ ձեռքերով։ Հուսոքալ է։ Ուրա! Հրաշալի է։ Ինձ ամենից շատ դուր եկավ տատիկը։ Իսկ ինձ կարմիր գլխարկը։ Իսկ ինձ որսաղդը։ Նա այնքան ուժեղ է, այնքան քաջ։ Իսկ ինձ հատուկ էֆեկտները։